Գիտեք, աշխարհում կա 2.3 միլիարդ քրիստոնյա, ամբողջ աշխարհում, այսինքն որպես կրոն, որպես քրիստոնեական ժողովուրդ, քրիստոնեության մեջ ամենամեծ ճյուղը, որ կա, դա կաթոլիկ եկեղեցին է, միլիարդ 3 միլիոն մարդ, պատկերացրեք։ Աշխարհի մասշտաբով կա 30,000-ից ավել տարբեր հարանվանական բողոքական ճյուղեր։ Ուսմունքները տարբեր, այսինքն դավանանքներ ունեն։ Եվ այդ բոլորը միասին աշխարհում կազմում են բողոքական ճյուղը 800 միլիոն մարդ, բողոքական ճյուղը։ Մի փոքր տեղեկություն էլ մկրտականների մասին, աշխարհում կա 40 միլիոն մկրտականներ, մկրտված մկրտականներ։ Թեպետ մկրտականների մեջ էլ կան տարբեր ճյուղեր։ Հարց է առաջանում, այս 2.3 միլիարդ մարդկանցից քանիսն են սիրում Աստծուն, քանիսն են, որ իրենց կյանքը նվիրել են Աստծուն և սիրում են Աստծուն։ Ինչ-որ առումով շատ լավ է, որ չգիտենք, որտև միգուցե հիասթափվենք, բայց պետք է իմանանք, որ ծածուկ բաները Տիրոջին են և ամեն ինչ նա գիտի։ Սիրիր քո Տեր Աստծուն, հենց այսօր այդ թեման ենք խոսալու։ Մատթեոս 22-րդ գլուխ 37 համարը և Մարկոս 12-րդ գլուխ 30 համարը։ Որն է ամենագլխավորը Աստծո օրենքի մեջ։ Սա իրականում շատ կարևոր հարց է։ Որն է ամենակարևորը հոգևոր կյանքի մեջ։ Չէ՞ որ մենք չենք ուզում մեր կյանքը երկրորդական բաների վրա վատնենք, որը իրականում չունի հոգևոր արժեք։ Մի անգամ Քրիստոսին ամենատիպ հարցադրում արեցին, ասելով, որն է գլխավորը մեծ պատվիրանների մեջ։ Եվ Քրիստոսը ասեց. սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, դա է հենց առաջին և մեծ պատվիրանը։ Մինչ դուք կբացեք Մարկոս 12-րդ գլուխ 28-ից 30 համարը, հիշենք համատեքստը, փոքր, Մարկոսը 11-րդ գլխից սկսում է պատմել Քրիստոսի վերջին շաբաթվա մասին։ Եվ այդ վերջին շաբաթվա մեջ բազում իրադարձություններ են տեղի ունենում։ Քրիստոսը մտնում է Երուսաղեմ, նստելով ավանակի վրա և դրանով փաստում է, որ ինքը Իսրայելի թագավորն է, ինքը մաքրեց տաճարը և դրանով ցույց տվեց իր դատաստանը, վճիռը, պատիժը Իսրայելի նկատմամբ, ինքը նաև թզենին անիծեց, որը նույնպես խոսում է դատաստանի մասին։ Բայց արդեն 12-րդ գլխում ինքը պատմում է չար հողագործների, մշակների մասին։ Եվ այնտեղ ասում է, որ Աստծո արքայությունը վերցվում է հրյաներից և տրվում է հեթանոսներին։ Սա կրկին դատաստանն է փարիսեցիական կրոնի նկատմամբ։ Իսկ փարիսեցիներն ուղղակի պատճառ էր պետք Քրիստոսին սպանելու համար, բայց Հիսուսը բազմությանը սովորեցնում էր, թե որն է իրական կրոնի ուսուցումը, եթե դուք այն կրոն եք համարում, նա սովորացնում էր, թե որն է իրական կրոնի ուսուցումը։ Եվ կրկին ու կրկին ինքը հակադրում է փարիսեցիների հավատքը և իրական ճշմարիտ աստվածաշնչյան հավատքը։ Եվ այս համատեքստի մեջ մենք գտնում ենք հետևյալ իրավիճակը։ Եկեք կարդանք Մարկոս ավետարանի 12-րդ գլուխ 28-ից 30 համարները։ Դպիրներից մեկը լսելով նրանց վիճաբանությունը, մոտեցավ և տեսնելով, որ նա լավ պատասխան տվեց նրանց, հարցրեց նրան. «Որն է պատվիրաններից առաջինը»։ Եվ Հիսուսը պատասխանեց նրան. «Բոլոր պատվիրաներից առաջինը սա է.
լսիր ով Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է։ Եվ սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ սրտովդ, ամբողջ անձովդ եւ ամբողջ մտքովդ եւ ամբողջ զորությանդ։ Սա է առաջին պատվիրանը։ Երեք գործնական կիրառում պետք է տեսնենք, թե ինչպես սիրել Աստծուն։ Այս հատվածում մենք տեսնում ենք առաջին հիմնական հիմքը Աստծուն սիրելու վերաբերյալ, երկրորդը սիրո բնութագիրը առ Աստված եւ սիրո յուրահատկությունը առ Աստված։ Եկեք այս երեք ճշմարտությունները իրար հետ քննենք, հա։ Առաջին, սիրո հիմքը առ Աստված։ Նայենք կրկին 28 համարը, ուշադիր։ Դպիներից մեկը, լսելով նրանց վիճաբանությունը, մոտեցավ եւ տեսնելով, որ նա լավ պատասխան տվեց նրանց, հարցրեց նրան. «Որն է պատվիրաններից առաջինը»։ Հրեաները հաշվում էին 613 օրենքի մեջ։ Ուրեմն իրանք այսպես էին մոտիկանում այս հարցին, ասելով, որ 10 պատվիրանները պարունակում են 613 տառ։ Նրանցից 248-ը ուղղակի պատվերներ են, ամեն մի ոսկորին մի պատվեր, իրենց հաշվարկով, հա, եւ նաեւ 365 արգելք տարվա մեջ ամեն օր մեկ արգելք։ Քանի որ պատվիրանները շատ էին եւ որն էր դրանցից ամենակարևորը դժվար էր որոշել։ Չես կարող օրը ապրես եւ 24 ժամում 248 պատվերներն էլ կիրառես։ Դա ֆիզիկապես անհնար է։ Պետք է ընտրես որը անտեսես եւ որը կիրառես։ Միգուցե դու ջանք ուժ գործադրես այս 10 պատվիրանները գործադրես եւ պարզվի, որ այդ 10-ը ավելի երկրորդական են, քան մյուս 10-ը։ Եվ ավելի գերակա պատվիրանները միգուցե անտեսես։ Օրինակի համար հրեաները կարող են այսպես մտածել. ահա մենք ունենք գումար։ Հիմա այս գումարը ծախսենք որբերին, այրիներին կերակրելու համար, թե այս գումարը ծախսենք զոհաբերության համար, գառ, ցուլ առնենք եւ Տիրոջը զոհաբերենք։ Հիմա ո՞րն է ավելի կարևոր օրենքի մեջ։ Ահա մենք ունենք ժամանակը եւ հիմա ինչ, ավելի շատ ժամանակը օգտագործենք ծնողներին, մեր ծեր ծնողներին, նրանց խնամելու համար, թե նվիրենք այդ ժամանակը տաճարում ծառայության համար։ Սրա համար այս հարցը անտեղին չէր ինչ-որ առումով։ Այդ հարցից էր կախված իրենց գործնական կյանքը եւ այդ հարցը կապված էր նաեւ նրանց փրկության հետ անգամ։ Եթե մարդը միշտ կատարի ամենակարևոր պատվիրանը եւ գուցե այդ պատվիրանը իր մեջ ներառի բոլոր երկրորդական պատվիրանները, ոնց կնայվի այդ հարցում։ Եւ այս դեպքում հրեաները մտածում են, որ ես կկարողանամ փրկված լինել։ Նաեւ դպիրները ուզում էին այդ հարցով բռնացնեն հենց Քրիստոսին։ Մատթեոսը այս նույն պատմությունը նկարագրում է ասելով. դպիրներից մեկը Քրիստոսի մոտ եկավ փորձելով։ Մատթեոս 22-րդ գլխում 35 համարում է գրված, այսինքն փորձելու համար էր եկել։ Եթե Քրիստոսը հարցին սխալ պատասխաներ, նրանք պատճառ կունենային ամբողջ ժողովրդի առջև մեղադրել Քրիստոսին։ Բայց Քրիստոսը 29 համարում պատասխանում է այս հարցին։ Հիսուսը պատասխանում է հենց արդեն 29:30 համարում, որը կարդացինք։ Քրիստոսը հղում կատարեց երկրորդ օրինաց 6-րդ գլուխ 4-րդ համարը, հենց ցույց տալով իրենց օրենքը։ Սա մեծ հավատքի դավանություն էր, որը քաջ հայտնի էր հենց ամբողջ Հրեաստանը։ Այս պատվիրանը, ուրեմն լսիր բառով է, ճիշտ է սկսում։ Լսիր, ով Իսրայել։ Սա հրեական շման է։ Դա դրա համար այսպես էին անվանում՝ մեծ շմա։ Շմայի ուրեմն ընթերցման համար կային բազում պահանջներ։ Ամեն հրյա ամեն օր օրը 2 անգամ շմա պիտի կարդար, առավոտյան եւ երեկոյան։
Առավոտյան երբ արթնանում էին, այսինքն անգամ հաց ուտելուց, առանց ջուր խմելու կարդում էին եւ երեկոյան քնելուց առաջ կարդում էին, այսինքն իրենց օրը սկսվում էր շմանով, ավարտվում էր շմանով։ Այսպիսով սա հրեայի համար առաջին եւ վերջին արտահայտությունն էր, որ ինքը պիտի աներ օրվա մեջ։ Հրեաները ուրեմն գլուխներին եւ թևերին հատուկ տուփեր էին ամրացնում, որտեղ հենց գրված է շման։ Դրանք կոչվում են ֆիլակտերի։ Այս տուփերի մեջ թաքցնում են թղթի մագաղաթի, փոքրիկ մագաղաթի վրա գրած հենց շմանը։ Եվ նույն այդ տուփերի մեջ դնում էին շմանը եւ թաքցնում էին հենց դռների վերևում, որտեղ որ ապրում էին։ Այսինքն բոլոր հրեաների դռների վերևը եղել են շմաններ։ Եվ այդ դիալոգի երկխոսության մեջ Հիսուսին չկարողացան մեղադրել եւ նրանք նույնպես այս խոսքերը կրկնում էին օրը 2 անգամ եւ նույնպես կրում էին տուփերով ձեռքերի վրա եւ տան դռների վրա նույն այդ հրեաները։ Քրիստոսը տվեց իրենց մի պատասխան, որը պիտի իրենք իմանային սրա մասին, բայց ցավոք սրտի հենց չգիտեին։ Եվ Քրիստոսը ասում է նրանց. դուք կրում եք այս օրենքը ձեր վրա, կարդում եւ կրկնում եք ամեն օր, թաքցնում եք ձեր դռների վրա եւ չգիտեք ամենամեծ պատվիրանը որն է։ Գիտեք, խնդիրը նրանում է կայանում, որ այս խոսքերը ամեն օր կարդալը, անգիր կրկնելը հեշտ է, բայց հասկանալու եւ կատարելու համար իրականում շատ դժվար է։ Եկեք նորից նայենք 29 համարը։ Եվ Հիսուսը պատասխանեց նրան. բոլոր պատվիրաններից առաջինը սա է. լսիր, ով Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ է։ Մեկ այլ ձև կարելի է այսպես ասել. մեր Աստվածը Տերն է, միայն Յահվեն է մեր Աստվածը, այսինքն չկա ուրիշ աստվածներ։ Սաղմոս 96-րդ գլուխ 5 համարը այսպես է ասում. քանի որ ազգերի բոլոր աստվածները կուռքեր են, բայց Տերը ստեղծեց երկինքը, չկա անգամ մեկը, որ համեմատենք Տիրոջ հետ։ Եսայի 40-րդ գլուխ 25 համարում այսպես է գրում. ուրեմն ում եք ինձ նմանեցնում կամ ում հավասար լինեմ, ասում է Սուրբը։ Չկա եւ չի լինի երկնքում մի թեկնածու, որը կարելի է համեմատել Տիրոջ հետ։ Դանիել 4 գլուխ 35 համար. եւ երկրից բոլոր բնակիչները ոչնչի պես են համարվում, եւ նա իր կամքի համաձայն է գործում երկնքի զորքերի ու երկրի բնակիչների մեջ։ Ոչ ոք չի կարող նրա ձեռքը կասեցնել կամ նրան ասել. ինչ ես անում։ Մեր Աստվածը Յահվեն է, Յահվեն է միայն Աստված, եւ այս պատվիրանը առաջինն է բոլոր պատվիրաններից։ Երկրորդ օրինաց 5-րդ գլուխ 6-7 համարներում կարդամ, հետևեք ինձ։ Երկրորդ օրինաց 5-րդ գլուխ 6-7 համարները։ Ես եմ Տերը քո Աստվածը, որ քեզ Եգիպտոսի երկրից ծառայության տնից հանեց, ուրիշ աստվածներ չունենաս իմ առջև։ Ուրիշ աստվածներ չունենաս։ Սա է այն հիմքը Տիրոջ հարաբերությունների մեջ։ Յուրաքանչյուր հարաբերություն Տիրոջ հետ այս հիմքի վրա պետք է կառուցենք, որ նա է մեզ հանել գերությունից եւ նա է միայն Աստվածը եւ ուրիշ Աստված պետք է չունենանք։ Աստված մեծ է, ողորմած է եւ նրա նմանը չկա։ Եվ եթե Աստված այսպես մեծ է, ուրեմն այս ամենի տրամաբանական արձագանքը պետք է լինի հետևյալը. սիրել նրան ամեն բանից առավել։ Քանի որ չկա նրան նման մեկ ուրիշը, քանի որ Աստված եզակի է, քանի որ Յահվեն է մեր Աստվածը, քանի որ նա միակ Աստվածն է ամբողջ երկրագնդի մեջ, այս պատճառով էլ սիրիր նրան քո ամբողջ սրտով։ Այսպիսով հիմքը սիրո առ Աստված գիտակցումն է, թե ով է նա։ Եթե մարդը ուզում է սիրի Աստծուն, նախ պետք է գիտակցես, թե ով է նա։ Աստծո մեծության գիտակցումն է սիրո հիմքը։
Եթե մենք մտածում ենք, որ մենք սիրում ենք Աստծուն, արդյոք գիտակցում ենք, թե նա ով է։ Մարկոս 12-րդ գլուխ 30 համարում տեսնում ենք բնավորությունը առ Աստված։ Մենք տեսանք սիրո հիմքը առ Աստված, որը գիտակցումն է, գիտակցել, թե ով է Աստված։ Իսկ հիմա նայելու ենք բնավորությունը առ Աստված։ Նայեք 30 համարին։ Մարկոս 12-րդ գլուխ 30 համար։ Եվ սիրիր քո Տեր Աստծուն ամբողջ սրտովդ, ամբողջ անձովդ եւ ամբողջ մտքովդ եւ ամբողջ զորությանդ։ Սա է առաջին պատվիրանը։ Բնավորություն, բնութագիր։ Սիրիր սա պատվեր է հնչում, սա հրաման է, սա օրենքի լեզուն է։ Ճիշտ այնպես, ինչպես ասում է մի սպանիր, մի գողացիր, մի շնացիր, ճիշտ այդպես էլ ասում է սիրիր քո Տեր Աստծուն, այսինքն սա հրաման է որպես հնչում։ Հիմա հարց, կարող ես մարդուն ստիպել մեկին սիրել։ Ընթացքում սա ուղղակի բարի խորհուրդ չի, որ խորհուրդ է տալիս, սա Աստծո պահանջն է թե Իսրայելին եւ թե համայն մարդկությանը։ Այդ թվում Աստծուն պետք է սիրել հետևյալ կերպ. ամբողջ սրտով, ամբողջ անձով, ամբողջ մտքով եւ ամբողջ զորությամբ։ Ամբողջ սիրտը, անձը, միտքը, զորությունը կարելի է այսպես հասկանալ. սիրել Աստծուն քո ամբողջ էությամբ։ Բայց այս տերմինները ունեն իրենց մեջ տարբերություն, որն էլ հենց պետք է տեսնենք։ Այս 4 տերմինները։ Մեր սերը առ Աստված պետք է իրական եւ անկեղծ լինի։ Մարդու սիրտը դա իր եսն է եւ ամբողջ ներաշխարը։ Շատ անգամներ մարդու ներքին եսը շատ բաների հակադրում է։ Օրինակ Եսայի 29-րդ գլուխ 13 համարում ասում է Աստված այսպես է ասում. այս ժողովուրդը ինձ իր շուրթերով է պաշտում, բայց իր սիրտը հեռացած է ինձանից։ Այսինքն տեսնում ենք մենք արդեն հակադրությունը ինձ եւ իր շուրթերով է պատվում, իսկ նրա սիրտ ասում է հեռացած է ինձանից։ Այսինքն երբ ասում է բոլոր սրտով, նկատի չունի կեղծ խոսքերով, գեղեցիկ հորինված բառերով, այլ իրական ամբողջ անկեղծ սրտով։ Մեր սերը առ Աստված պետք է իրական լինի։ Մի երիտասարդի ուրեմն բռնացնում են գանձանակից գողություն անելուց։ Երբ գիտեք հետաքրքիրը որն է, որ բոլորը զարմանում են։ Բոլորը ոնց կարա այդ երիտասարդը գողանա։ Խնդիր ինչու՞մ էր կայանում, որ այս երիտասարդը սա իրական դեպք է, Ռուսաստանում է եղել։ Խնդիրը կայանում է նրանում, որ այս երիտասարդը որոշ ժամանակ առաջ, քիչ առաջ ինչ որ կոնկուրս է եղել, որտեղ որ ինքը գրավել է առաջին տեղը։ Ինչից։ Աստվածաշնչյան ամենաշատ համար իմացող երիտասարդն է եղել, որը որ անգիր կարողացել է ասել։ Հետևաբար անգիր կարողացել է ասել, բայց հասկացողություն եւ կիրառություն չի ունեցել իր կյանքում, որն էլ հենց բերում է նմանատիպ դժբախտության։ Միթե այդ երիտասարդը սիրում էր Աստծուն, որը բոլորից ավելին գիտեր աստվածաշնչյան համարները։ Գիտեր անգամ 10 պատվիրանները, բայց չէր հետևում այդ խոսքերին։ Եթե ինքը սիրում էր Աստծուն, ապա միայն շուրթերով էր սիրում, բայց ոչ սրտով։ Սիրելի իմ քույր եղբայրներ, դուք ձեր սերը մղում եք առ Աստված։ Երբ որ դուք աղոթք եք անում, դուք Տիրոջը մոտիկանում եք միայն շուրթերով, թե նաև ձեր սիրտն է մոտիկանում Տիրոջը։ Երբ որ գալիս եք Տիրոջը պաշտամունքի, եկեղեցի, հիմա միանում եք մեզ on-line, գալիս եք միայն ձեր ֆիզիկական ոտքերով, թե ձեր սիրտն էլ եք բերում Աստծո խոսքը լսելուն։ Երբ որ արդեն խոսքի պատգամներ եք լսում եք միայն ձեր ֆիզիկական ականջներով, թե նաև ձեր սրտով եք լսում։ Սիրեք քո Տեր Աստծուն, սիրեք ձեր Տեր Աստծուն ձեր ամբողջ սրտով։ Երկրորդ բաղադրիչը մեր սերն առ Աստված պետք է լինի զգացական։ Քրիստոսն ասում է. սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ անձովդ։
Անձը շատ անգամ Սուրբ գրքում ներկայացվում է որպես զգացական կենտրոն։ Հիշում եք, Քրիստոսն ասեց. «Իմ անձը մեռնելու չափ տրտմած է»։ Այսինքն, մեր անձը փոխանցում է մեր զգացմունքները։ Սա նշանակում է, որ մեր սերը առ Աստված չոր ու ցամաք չպետք է լինի։ Այն իր մեջ պետք է ներգրավի մեր էմոցիաները, մեր զգացմունքները։ Ուշադիր, Քրիստոս չասեց ուղղակի իմացիր կամ մտածիր սրա մասին, կամ համաձայնվիր սրա հետ, կամ ասա, որ այո, դա այդպես է, այլ ասաց սիրիր քո ամբողջ անձով եւ քո ամբողջ զգացմունքներով։ Սա նշաններից մեկն է իրական հավատքի, որը տարբերվում է կեղծ հավատքից։ Սիրելի իմ նորից քույր եղբայրներ, արդյոք ձեր աղոթքները իրենց մեջ պարունակում են զգացմունքներ։ Զգացմունքային է արդյոք ձեր սերը առ Աստված։ Դուք կարողանում եք Տիրոջով մխիթարվել։ Սիրում եք արդյոք Աստծուն ոչ թե թեորապես, ոչ թե ինչ-որ անգիր համարներով, այլ զգացական ձեր աշխարհում։ Երրորդը, մեր սերը առ Աստված ինտելեկտուալ պետք է լինի։ Քրիստոս ասում է. «Սիրիր քո Աստծուն քո ամբողջ զորությամբ, քո ամբողջ, այսինքն բանականությամբ»։ Քո ամբողջ մտքովդ նշանակում է ինտելեկտուալ։ Սա նշանակում է, որ Աստծու սիրուն պետք է նվիրենք մեր ամբողջ բանականությունը։ Սաղմոս 1:2 համարում ասում է. «Երանի այն մարդուն, որի հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, եւ գիշեր ցերեկ նրա խոսքի շուրջ է հենց մտածում»։ Կողոսացիս 3:16-ը ասում է. «Թող Քրիստոսի խոսքը ձեր մեջ առատապես կատարյալ իմաստությամբ թող բնակվի»։ Առաջին Տիմոթեոս 1:16 համար այսպես է ասում. «Զգույշ եղիր քո նկատմամբ եւ քո վարդապետության նկատմամբ, հարատևիր դրանում, այսինքն միշտ զգուշորեն լցրու քո մեջ Տիրոջ ուսմունքը, վարդապետություն այսինքն»։ Հաճախ շատերն են ասում, այդ թվում նաև իրենց կոչող հավատացյալներ, որ պարտադիր չէ կարդալ, կարևորը հավատալն է։ Բայց հարց է առաջանում, թե եթե չես կարդում, ուսումնասիրում, ապա ինչին ես հավատում, ապա ում ես սիրում։ Խնդիրը կայանում է հենց դրանում։ Ում ես դու սիրում, ով է քո Աստվածը, եթե քո գիրքը սուրբ գիրքը չէ, քո ամենօրյա ընթերցանությունը։ Իրական հավատքը միշտ ունի հիմք։ Իրական հավատքը դա հավատք է հաստատված համապատասխան ճշմարտության վրա։ Ցավոք սրտի, ժամանակակից շատ քրիստոնյաներ Աստծո խոսքից դուրս են հավատում, խոսքը բաժանում են հավատից, խոսքը բաժանում են Աստծուց։ Ամենացավոտ տեղերից է։ Մեր եկեղեցիներում կարող է այսպես մտածեն շատերը. ես գալիս եմ եկեղեցի, որովհետև ինձ այստեղ շատ լավ եմ զգում, կոմֆորտնի է, սիրում եմ երգել հոգևոր երգեր, սիրում եմ այն, որ սեղանի շուրջ հավաքվում ենք, սուրճ ենք խմում, շփվում ենք մարդկանց հետ, բայց չեմ ուզում Աստծո խոսքը սերտել, դա իմ համար դժվար է եւ մարդիկ խուսափում են, փախնում են Աստծո խոսքը սերտելուց։ Այսինքն նրանք համակերպվել են մի մտքի հետ, որ ես չեմ հասկանում, ես ուղակի պիտի գամ միայն լսողի դերում եւ ուղակի լսեմ այդքան։ Արդյոք դա արդյունք կտա։ Եթե այդ լսելդ լավ կարճ ժամանակ արդյունք չի տվել, նորմալ է փոքր ժամանակ, բայց եթե դու արդեն այդպես 1-2 տարի է դու այդ նույն դիրքի մեջ ես, սա ողբալի վիճակ է իրականում։ Բայց միևնույն ժամանակ Տերը ասում է. սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ մտքովդ, ախր միտքս ոնց սիրի Աստծուն, եթե իմ միտքը լցված չի նրա մասին տեղեկություններով, նրա մասին ես տեղեկություն չունեմ, պարզապես կողից արարիչ է, ստեղծող է։ Թույլ տվեք հարցնեմ, արդյոք Աստծուն ուսումնասիրում եք իր խոսքի մեջ, սիրում եք Աստծուն ձեր ամբողջ մտքով, կարդում եք արդյոք Աստվածաշունչը եւ այլ աստվածաբանական գրքեր,
երբեք վերջի անգամ կարդացել, երբեք վերջի անգամ փնտրել Աստծուն իր խոսքի մեջ։ Երբ որ դուք կարդում եք օրինակի համար Դավթի եւ Գողիաթի պատմությունը, այդտեղ ով է ձեր հերոսը։ Դավիթը, թե Աստված, որ Դավթին զորացրեց եւ Դավթի այդ պատանու հետ էր, թե ոնց այդ հսկային տապալեց գետին, ով է քո հերոս Աստվածաշնչի մեջ, քո կարդացած տեքստի մեջ, դու արդյոք տեսնում ես քո Քրիստոսի զորությունը, արդյոք տեսնում ես քո Քրիստոսի սերը, ողորմությունը, արդարությունը, բարկությունը, համբերատարությունը, կարողանում ես տեսնել եւ ճանաչել քո Քրիստոսին։ Աստծուն մի խորհուրդ տամ, ինչքան հնարավոր է փնտրեք գրքեր, որը որ Աստծո մասին ձեզ ավելի համակարգված ձևով ցույց է տալիս։ Օրինակի համար Սպրաուլը ունի, հա, Աստծո սրբությունը, ճանաչել կենթանի Աստծուն Փոլ Վոշերը, Ջեյմս Պակերը, Աստծուն ճանաչել գիրքը, սիրեք ձեր Աստծուն ձեր ամբողջ մտքով, այսինքն սենց գրքեր կա։ Եթե մեկը կունենա կարիք, թող ինձ դիմի, ես կասեմ որտեղից գտնի։ Իսկ եթե միտքդ լցված չէ նրա գիտությամբ, ապա կրկին թույլ տվեք հարցնել. ինչպես է սիրում Աստծուն քո մտքով։ Եթե դու չես կրթվել, եթե դու չես կարողանում դեռ տեսնել Սուրբ գրքում կամ չունես բավարար տեղեկություն։ Չորրորդ եւ վերջինը, ձեր սերը առ Աստված պետք է ինտենսիվ լինի, շարունակական։ Սիրիր քո Տեր Աստծուն, ասում է, քո ամբողջ զորությամբ։ Այսինքն, ամեն ջանք ուժ դիր նրան սիրելու համար։ Ամբողջ ուժերից սահմաններում դու պետք է սիրես։ Ոչ թույլ, ոչ մի քիչ, ոչ էլ անգամ մի քիչ շատ, այլ ամբողջ քո զորությամբ։ Սա է ամբողջ քո անձով, ամբողջ քո մտքով։ Մեր սերը առ Աստված պետք է գրավի մեր ամբողջ էությունը։ Գոլ սերը Աստծուն բավարար չէ։ Նա արդեն ասել է Լաոդիկեի եկեղեցին, որ գոլ սերը ինձ բավարար չէ, քանի որ դու ոչ տաք ես, ոչ սառ ես, այլ գոլ ես, գաղջ ես, ես պիտի դուրս փխսեմ քեզին բերանից։ Սա ցույց է տալիս, որ Աստված չի բավարարվում գոլ սիրով։ Դրա համար խորհուրդ է տալիս, հիշիր որտեղից ընկավ, հիշիր քո առաջին սերը Աստծո հանդեպ, հիշիր եւ վերականգնվիր։ Հիշիր այն ժամանակ, երբ որ դու ընդունեցիր, դու լսեցիր Քրիստոսի մասին, ինչ կերպ սիրահարվեցիր այդ վարքյանները։ Հիշիր եւ վերականգնիր։ Աստծո իմաստությունը, Աստծո Սուրբ Գիրքը կտա քեզ այդ զորությունը, վերականգնել քո սերը առ Աստված։ Սիրել Աստծուն ամբողջ զորությամբ, դա երբեք քիչ չի լինում։ Կրկին թույլ տվեք հարցնեմ, արդյոք սիրում եք Աստծուն ձեր ամբողջ զորությամբ։ Այսպիսով մենք տեսանք հիմքը սիրո առ Աստված։ Առաջին Աստծո մեծության գիտակցումը, երկրորդ սիրո բնութագիրը առ Աստված, այն պետք է լիներ իրական էմոցիոնալ եւ բանականությամբ, վերջում Քրիստոսը խոսում է սիրո յուրահատկության մասին առ Աստված, առանձնահատկությունը առ Աստված։ Նայեք 30 համարի վերջին եւ 31 համարին, հա, եկեք նայենք իրար հետ։ Սա է առաջին պատվիրանը, սիրիր քո Տեր Աստծուն եւ այլն։ Եվ տեսեք 31-ում, եւ երկրորդը սրան նման է, դրացուտ անձիդ պես սիրիր։ Դրացուտ անձիդ պես սիրիր։ Սա է առաջին պատվիրանը։ Սիրել Աստծուն դա առաջին պատվիրանն է, իսկ երկրորդ ասում է սիրիր դրացուտ։ Քրիստոսը այս պատվիրանը հետևյալ հաջորդականությամբ շարադրեց։ Ուշադիր նայեք շարահյուսությանը, հա։ Եվ այստեղ չի ասում, որ մեր դրացուն սիրենք մեր ամբողջ սրտով, մեր ամբողջ մտքով, մեր ամբողջ անձով եւ էությամբ։ Ոչ, այլ ասում է, որ մեր դիմացինին սիրենք այնպես, ինչպես մեզ ենք սիրում։ Եվ ինքներս մեզ էլ չպետք է սիրենք մեր ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ զորությամբ։ Ոչ,
Տեսեք, այլ ասում է, որ մեր դիմացինին այնպես, ինչպես մեզ ենք սիրում։ Իրականում այս պատվիրանը սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ անձով, սա նաև պատվիրան է չսիրել քո դրացուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ էությամբ։ Այս պատվիրանը դատապարտում է այն բանը, որ մարդը մարդուն պաշտում է որպես կուռք։ Մեր գերական մտքերը, զգացմունքները, զորությունները պետք է պատկանի միայն Աստծուն, որովհետև նա եզակի է, նա միակն է, որի մասին քիչ առաջ հենց խոսեցինք։ Սրա համար Քրիստոս ասեց. եթե մեկը սիրում է իր հորն ու մորը կամ իր զավակներին առավել քան ինձ, ուրեմն ինձ արժանի չէ։ Գիտեք ինչու? Որովհետև մայրդ, հայրդ, զավակդ, աղջիկդ եւ ով որ Աստված չեն էլ կարող համեմատվել հենց Տիրոջ հետ։ Լսիր Իսրայել աշխարհ, միայն Յահվեն է Աստվածը մեր, միայն նա է միակը, եւ այդ իսկ պատճառով սիրիր Աստծուն քո ամբողջ սրտով։ Եվ սա նշանակում է, որ մնացած բոլորին չպետք է սիրենք ամբողջ սրտով, այդ թվում նաև մեզ, եւ ամենամտերիմ հարազատներին։ Ամբողջ սրտով եւ սրտանց սիրելը, դրանք տարբերությունները տեսնում եք, չէ՞։ Դրանք տարբերվում են իրարից։ Սրտանց սիրում եմ ինչ-որ իմ քույրերին, եղբայրներին, բայց ոչ իմ ամբողջ սրտով, սրանց մեջ տարբերություն կա։ Սերը առ Աստված յուրահատուկ է, աննման է, անհամեմատելի է։ Սիրել ընկերներ, իմ սիրելի եղբայրներ, իմ ընկերներ, սիրում եք արդյոք Աստծուն ամեն մեկից առավել, ամեն բանից առավել, ամեն հաճույքից առավել, ամենասիրելի մարդուց առավել, քո անձից առավել սիրում ես քո Աստծուն։ Ահա թե ինչ է նշանակում սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո մտքով։ Ամբողջ Սուրբ գրքում սերը կոչ է անում սիրել նրան եւ խոստանում է վարձք։ Ելից 20-րդ գլուխ 6 համարում կարդանք, հա, ելից եւ ողորմություն ասում է ցույց կտամ նրանց մինչև 1000 սերունդը, որ սիրում են ինձ եւ իմ պատվիրանները պահում։ Աստված անսահման ողորմած է նրանց նկատմամբ, ովքեր սիրում են նրան։ Եկեք մի քանի օրինակներ կարդանք 5 կտակարանից, հա։ Երկրորդ Օրինաց 10-րդ գլուխ, 12 համարը։ Երկրորդ Օրինաց 10-րդ գլուխ 12 համարը։ Եվ հիմա ով Իսրայել, ինչ է պահանջում քեզանից քո Տեր Աստվածը, միայն մի բան, ուշադիր, որ քո Տեր Աստծուց վախենաս, նրա բոլոր ճանապարհներով քայլես եւ նրան սիրես ու ծառայես քո Տեր Աստծուն ամբողջ սրտովդ եւ ամբողջ հոգովդ։ Ելից 30-րդ գլուխ 16 համարը։ Դրանով, որ ես այսօր քեզ պատվիրում եմ, որ քո Տեր Աստծուն սիրես, նրա ճանապարհներով քայլես, նրա պատվիրանները, կանոնները ու դատաստանները պահես, որ ապրես ու բազմանաս եւ քո Տեր Աստվածը քեզ օրհնի այն երկրում, որ գնում ես այն ժառանգելու համար։ Դատավորաց 5-րդ գլուխ 31 համարը։ Ով Տեր, քո բոլոր թշնամիները թող այսպես կորչեն, իսկ նրանք, ովքեր սիրում են քեզ իր զորությամբ, բարձրացող արևի պես լինեն, ու երկիրը 40 տարով հանգստացավ։ Սաղմոս 145-ի 20-ը։ Սաղմոս 145-ի 20։ Տերը պահպանում է բոլոր իրեն սիրողներին, սակայն կործանում է բոլոր ամբարիշներին։ Սրանք որոշ մի քանի մեջբերումներ են հենց հին ուխտից, նույն ճշմարտության մասին է խոսում հենց նոր կտակարանը, Հռոմեացիների 8-րդ գլուխ 28 համարը։ Գիտենք նաև, որ բոլոր բաները միասին բարուն են գործակից նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն եւ կանչված են ըստ նրա նպատակի։
Հակոբոս առաջի գլուխ 12-րդ համարը։ Երանելի է այն մարդը, որ դիմանում է փորձություններին, քանի որ եթե փորձվելուց ընտիր համարվի, ստանալու է կենաց պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։ Հակոբոս 2-րդ գլուխ 5 համարը։ Լսեք իմ սիրելի եղբայրներ, չէ որ Աստված աշխարհի աղքատներին ընտրեց, ովքեր հավատով են հարուստ եւ ժառանգորդներ են այն արքայության, որ խոստացավ իրեն սիրողներին։ Եվ նաեւ Եփեսացիների 6-րդ գլուխը 24 համարը։ Թող շնորհը լինի բոլոր նրանց հետ, ովքեր անկեղծությամբ սիրում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Նաեւ կարդամ առաջի Կորինթացիների 16-րդ գլուխ 22-րդ համարը։ Եթե մեկը Տեր Հիսուս Քրիստոսին չի սիրում, նզովյալ լինի, Մարանաթա, հակադարձ պատկերն է ցույց տալի, չսիրողները նզովյալ լինեն, ու Մարանաթա, Տերն էլ շուտով գալիս է, պատասխան են տալու։ Այսինքն բոլոր այդ ծածուկ, այդ կեղտոտ շուրթերով դավանող լեզուները, որոնց սիրտը չէր պատկանում Աստծուն, զգուշացնում է Տերը շուտով գալիս է։ Այսպիսով տեսանք հիմքը առ Աստված, սիրո բնութագիրը առ Աստված, յուրահատկությունը սիրո առ Աստված։ Եկեք այս 3 ճշմարտություններից անենք եզրահանգում, հա։ Առաջին եզրահանգումը։ Ամեն մարդու գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ ինքը ճիշտ սիրելու հետ խնդիր ունի։ Ձեր ամենամեծ խնդիրը, չնայած ինչ մեղքերի հետ եք դուք պայքարում ամեն օր, դա ոչ գիտության պակասից է, ոչ թե շուտ բռնկվող, գայթակղվող եք, ոչ թե ծուլություն է, ոչ թե վախն է, ձեր ամենամեծ խնդիրը նրանում է, որ սխալ ձևով եք սիրում Աստծուն։ Սուրբ Գիրքը ասում է. «Սիրիր քո Տեր Աստծուն», իսկ մենք սիրում ենք մեզ ամբողջ սրտով ու ամբողջ հոգով եւ ամբողջ անձով։ Այս է պատճառը, որ մենք ընտրում ենք մեղքը։ Մարդ ինչի համար է մեղք գործում, որովհետև չի սիրում Աստծուն, այլ մեղքն է սիրում։ Եթե մենք սիրեինք Աստծուն ավելի շատ, քան մեզ, մենք ավելի հնազանդ կլինեինք Տիրոջը։ Մեր ամենամեծ խնդիրը սխալ հենց սիրելու մեջ է։ Երկրորդ եզրահանգումը, ամեն մեղքի էությունը դա ատելությունն է առ Աստված։ Ամենագլխավոր պատվիրանը սիրիր Աստծուն քո ամբողջ սրտով, մտքով եւ ամբողջ զորությամբ, իսկ ամեն մեղք սկսում է նրանից, որ մենք չենք սիրում այնպես, ինչպես որ պետք է։ Ամեն մեղքի արմատը կամ էությունը կայանում է նրանում, որ դա ատելությունն է առ Աստված։ Երբ որ մենք դավանում ենք, որ Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար, սա նշանակում է, որ Հիսուս մահացավ, որովհետև մենք չենք սիրում Աստծուն։ Քրիստոս մեռավ, որովհետև մենք չենք սիրում Աստծուն մեր ամբողջ սրտով, մեր ամբողջ մտքով եւ զորությամբ։ Երրորդ եզրահանգումը, մարդը չի կարող Աստծուն դառնալ ինքնուրույն։ Սա հիասքանչ եզրահանգում է այս հատվածից։ Եթե հարցնենք հեշտ է դիմել Աստծուն, ապա կարելի է տալ տարբեր պատասխաններ։ Օրինակ, խարիզմա ճյուղը կարելի ասել, այո, հեշտ է։ Հավատում ես Աստծո զորությանը։ Այո, հեշտ է, եթե դու հասկանաս ու ապաշխարության կոչի ժամանակ գաս բեմի առջև, եթե հովիվը քեզ ձեռնադրի, այո, հեշտ է, եթե կրկնես այս աղոթքը, հեշտ է։ Բայց այս բոլոր թվարկած բաները իրականում դարձի նշան չեն, դարձ չի դեռ նշանակում, որովհետև Աստծու գոյության մասին պատմում են անգամ դևերը։ Առաջ կարող ես գալ ամբիոն տարբեր դրդապատճառներով եւ ների ինձ Աստված ասես տարբեր հանգամանքների ձելներով, տարբեր դիրքերով, տարբեր շարժարիտներ ունենալով։ Կրկնեմ հարցս, արդյոք հեշտ է դառնալ Աստծուն, արդյոք հեշտ է սիրել Աստծուն։ Այո, հեշտ է, ուղղակի մի բան է պետք անել։ Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ զորությամբ։ Սա է կարևոր պատվիրանը, ասում է օրենքի մեջ։
Եթե դու մարդ ես, ով ուզում է կատարել Աստծո օրենքը, առաջին հերթին դու այս պատվիրանը հենց պետք է կիրառես, բայց փորձիր քեզ ստիպել սիրել մի բան, որը իրականում չես սիրում, կարող ես, որին իրականում դու չես ճանաչում, կարող ես սիրել, օրինակ ես կոնկրետ ուտում եմ ամեն ինչ, բայց մի քանի բան կա, որ չեմ կարող անգամ նայեմ, օրինակ, միգուցե ձեզանից շատերը սիրում են նախապես ասեմ կներեք, օրինակ քրճիկով ճաշ, չեմ սիրում, Բադրջանի այդ, չգիտեմ, Բադրջանից սարքած ինչ-որ մի բան էր, չեմ սիրում, հիշում եմ տատիկս անգամ պատրաստում էր դդումով ճաշ, փոքր էինք, չեմ սիրում, կարամ ես ինձ ասեմ, ստիպեմ ասեմ սիրի, հիմա հարց, տեր, բա ես ինչ ես ասում, ոնց ես քեզ սիրեմ, դու ինչ ես իմ դեմ պայման դնում, ինչ ես հրաման տալիս, ոնց թե սիրիր ինձ, սիրիր քո Տեր Աստծուն, սերը դա մի բան է, որ չես կարա վերցնես և քեզ ստիպես ասես սիրի, և այս պատվիրանը ցույց է տալիս մարդու անկարողությունը սիրելու անզորությունն է ցույց տալիս, այսինքն մարդ անկարող է սիրել, անզոր է սիրելու, հիմա, Աստծուն դառնալու մեզ համար հեշտ չէ իրականում, ոչ թե հեշտ չէ, այլ անհնար է, որ մենք կարանք ուղղակի դառնանք Աստծուն ու սիրենք Աստծուն, հնարավոր է, մարդ անհնար է, այո, այսօր տեսեք, օրինակի համար արմենիստականները, իրանք ասում են, դե դու պիտի ընդունես, դու թույլ տու, որ Աստված մտնի քո ներսը, դու թույլ տու, որ Աստված գործի, դու թույլ տու, այսինքն սարքել են մենք արդեն Աստծուն թելադրանքի մի բան է, որց որ մենք ենք թելադրում Աստծուն, ոչ կոնկրետ ես այդպիսի Աստծուն չեմ ծառայում, ես ծառայում եմ մի Աստծու, ով ինչ ուզում անում է, այլ ոչ թե ես պիտի թույլ տամ, այլ նա ինչ ուզում անում է, պարզապես ես կարամ լինեմ կամ հնազանդ, կամ անհնազանդ, այլ ոչ թե թույլ տու, իրանք կամա թե ակամա ձեզ ծանոթացնում են մի Աստծու, որը զորություն չունի, որը քեզ չի ցույց տալի ճշմարիտ Աստծուն, նրանք ձեզ մոտիկացնում են մի Աստծու, ով անկարող է քո մեջ գործելու, ով չի կարողանում, հիմա քեզ անգած խնդրում, որ թույլ տու մտնեմ ու մի հատ էլ բարի դեմքով, չէ, իրանք չեն ճանաչում Հուդայից եկող առուծին, հիմա տեսեք Տերն ինչ է ասում երկրորդ օրինաց 30-րդ գլուխ 6-րդ համարում և սրանից անենք որոշ եզրահանգում, երկրորդ օրինաց 30-րդ գլուխ 6 համարում, և Տեր Աստվածը ուշադիր, կխնդրեմ, կթլփատի քո սիրտը և քո որդիների սիրտը, որ ամբողջ սրտովդ ու ամբողջ հոգովդ քո Տեր Աստծուն սիրես, որպեսզի ապրես, այստեղ գործողությունը ումն է, ասում է քո Տեր Աստվածը կթլփատի քո սիրտը, քո որդիների սիրտը, որ սիրես ու պաշտես քո Աստծուն, հետևաբար մենք պետք է դիմենք Աստծուն, Երբ որ մարդուն ապաշխարություն եք ուզում քարոզեք, երբեք մի ասեք կրկնիր, ես արա, դու պատմի նրան Աստծո մասին եւ ասա խնդրի քո Տեր Աստծուն, որ բացի քո սիրտը, որ թույլ տա թլփատի քո սիրտը, որ դու կարողանաս սիրես եւ ծառայես եւ պաշտես քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտովդ, հոգովդ, էությունդ եւ անձովդ։ Եվ սա է հենց իրականությունը, եւ մենք, սիրելի քույր եղբայր, եթե նկատում ենք, որ ունենք մեր մեջ էլ խնդիր, որոշակի տկարություններ ունենք, տկարացել ենք, չենք կարողանում ճիշտ ուղու վրա, խնդրիր քո Տեր Աստծուն, նա կթլփատի քո սիրտը։ Եվ սա է հենց ճշմարտությունը, ոչ թե պիտի թույլ տան, որ մտնի, այլ պետք է աղաչեմ ծոմով, լացով, աղոթքով, որ Տեր բացիր, փոխիր իմ սիրտը, օգնիր ճանաչեմ քեզ, օգնիր, որպեսզի սիրեմ քեզ։ 30-րդ գլխի մեջ կրկնում է նույն խոսքերը սիրո առ Աստված, ամբողջ սրտով ու ամբողջ հոգով։ Եվ նա ցույց է տալիս, թե ինչ պայմանով կարող են կիրառել այս պատվիրանները։
Սկզբից Աստված պետք է թլփատի քո սիրտը, խիրուրգիչը սկի վիրահատությունը հենց պետք սրտին, եւ Աստված սկզբից պետք է քարեղեն սիրտդ կտրի, հանի, որ տա մարմնավոր, գիտակցական սիրտ, որ դու կարողություն ունենաս սիրել Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զորությամբ։ Այո, սա Տիրոջ գործողությունը պետք է լինի։ Եթե ուշադիր ուսումնասիրենք այս պատվիրանը, կտեսնենք, որ սա պայման չի, որ փրկի քեզ, այլ նշան է, որ Տերը քեզ արդեն փրկել է։ Եթե դու իրոք սիրում ես քո Տեր Աստծուն, ուրեմն իմացի, որ քո Տեր Աստվածը արդեն փրկել է քեզ, արդեն քո քարեղեն սիրտը վերցրել է եւ քո մարմնեղեն սիրտը տվել է արդեն։ Իսկ եթե չես սիրում քո Աստծուն, այստեղ կոչը հենց պետք է տեսնես, որ Տերը քեզ խոսքը ուղղում է քեզ, որ դու պետք է քո աղոթքով, քո ծոմով, խնդրանքով խնդրես նրան եւ նա կանի իր գործողությունը։ Մեկ այլ խոսքով ասած, մենք ոչ թե փրկություն կունենանք այս պատվիրանը կատարելով կամ որևէ ուրիշ պատվիրան, որովհետեւ մենք անզոր ենք այն ինքնուրույն կատարել, բայց եթե Աստված փոխի մեր սիրտը, այդ ժամանակ կարող ենք կատարել այս եւ այլ շատ պատվիրաններ։ Եթե դուք իրոք սիրում եք Աստծուն, ուրեմն Աստված ձեզ փրկել է։ Հիշում եք Քրիստոսը Պետրոսին ինչ հարց տվեց. Սիրում ես արդյոք ինձ, Պետրոս, 3 անգամ շեշտեց, սա ամեն անգամ գլխավոր նշան է փրկված անձի համար։ Այո, սիրում եմ քեզ, Տեր։ Արդյոք գիտակցված, մտածված դու ասում ես, որ իրոք սիրում ես քո Աստծուն։ Արդյոք ճաշակել ես, որ Տերը քաղցր է։ Արդյոք ճաշակել ես Տիրոջ քաղցրությունը, այդ պատճառով ես ասում, որ Տերը քաղցր է, թե պարզապես գիտես Մարկոս օրինակ 12-րդ գլուխ 30 համարը։ Աստված տալիս է մեզ սեր առ Աստված, եւ այդ սերը շարունակում է մեր մեջ աճել ու աճել, ամեն անգամ աճել։ Եվ վերջին 4-րդ եզրահանգումը եւ ավարտենք։ Ամենագլխավոր նշանը մեր դարձի գալու Քրիստոսին ոչ թե որ ժամանակին աղոթք ենք կրկնել, այլ որ սիրում ենք Հիսուսին ներկայի մեջ։ Ամեն բան կարելի է կեղծել, բայց ոչ միայն սերը առ Քրիստոս։ Ես հաճախ եմ մարդկանց հարց տալիս այս հարցը, ինչու է գնում եկեղեցի։ Շատ անկեղծ չափազանց շատ եմ տալի։ Եվ լսում եմ տարբեր ապշեցնող պատասխաններ, բայց ցավոք նույն հաճախականությամբ չեմ լսում այն, ինչը որ ամենակարևորն է, որտեղ մարդիկ իմ հարազատ անգամ ասում են, դե ինձ հավես է, ինձ լավ է, հանգիստ անդեղ, տարբեր պատճառներ եմ լսում, բայց չեմ լսում ամենակարևորը։ Եվ այսօր որոշ հարանվանություններում հավաքված են հավեսի հաճույքի համար, դրա համար էլ միշտ խաղեր են կազմակերպում, միշտ ինչ-որ խնջույքներ, անընդհատ շոուներ, եւ այդ դա հավես է, այդտեղ հավատացնում եմ ձեզ, Քրիստոսին սիրող կամ չես գտնի կամ էլ մի քանի հոգի, որը որ բազմահազարանոց, բազմահարյուրանոց մարդիկ են հավաքված, եւ այս ցավալին հենց այդտեղ է կայանում։ Դրա համար այս ամբողջի կենտրոնացումը Քրիստոսի վրա չի, այլ շոուների, թատրոնների, ինչ որ բանի, որ մարդկանց հաճելի լինի այդտեղ գնալը։ Եվ սա կոչվում է հենց այսօրվա տերմիներով եթե խոսանք, սա հենց կոչվում է 21-րդ դարի քրիստոնյա, որը որ կապ չունի քրիստոնյաների հետ, որը որ փոփոխություն են բերել քրիստոնեական աշխարհում։ Մեզ շատերն են ասում, մի խորացեք, շատ եք կարդում, շատ եք ուսումնասիրում։ Ոչ, մենք խորանում ենք, ուսումնասիրում ենք եւ ինչպես կասեր հենց մեր դասախոսը, մենք կարդում ենք խոսքը, քարոզում ենք խոսքը, երգում ենք խոսքը եւ աղոթում ենք խոսքը, որովհետեւ սիրում ենք Աստծուն եւ սա է ճշտամարիտ պաշտամունքը։ Իրականում իրական քրիստոնյան Աստծուն սիրողը սիրում է իր խոսքը,
որի միջոցով էլ կարողանում է, կարողություն է ունենում սիրել Աստծուն, որովհետև արդեն դա կոչվում է գիտակցված սեր, գիտակցված, այն ագապե սիրո պատասխանն է սա, որ կոչվում է գիտակցված սեր, թե ինչ արէ Քրիստոս, ով է քո Աստվածը եւ այլն։ Դրա համար մեր կիրառությունը, սիրելի քույր եղբայրներ, ես կուզեմ, որ ձեր կիրառականների մեջ ամեն անգամ մի դադարեք, մի հոգնեք, թեպետ տարիներ անցնի, Քրիստոսին սիրելը շատ չի, ամեն անգամ աղոթք արեք, թող ձեր սերը էլ ավելի աճի նրա նկատմամբ, եւ ամեն անգամ Սուրբ Գիրքը, երբ որ կարդում եք, փնտրեք այն տեքստը, տեսեք Քրիստոսին, տեսեք ձեր Աստծու գործելակերպը, նրա ոճը, նրա ողորմության ձևերը, ինչի համար ողորմեց, ոնց արեց, այս մարդը ոնց հաղթեց, այս մեկը ոնց պարտվեց, այդ ամենի մեջ կտեսնեք Աստծո զորությունը, Աստծո գոյությունը, Աստծո ուժը, Աստծո փառքը եւ տեսեք, այդ դա ձեզ կտանի ճշմարիտ սիրուն։ Տերը օրհնի ձեզ շատ, եկեք կարճ աղոթք անենք ու ավարտենք։